Բարի օրհնյալ օր, սիրելի քույրեր, եղբայրներ, ողջունում ենք ձեզ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով։ Օրհնյալ լինի Տերը այս վայրում, որ ներկա է։ Ուզում եմ շնորհավորել հայրերին, բոլոր հայրերին, հայրերի օրվա կապակցությամբ եւ միացնենք մեր շնորհակալությունը Աստծուն, որպես շնորհավորանք մեր երկնային Հորը։ Սաղմոս 2-ն ասում է. Թող լսեմ, թե ինչ կխոսի Տեր Աստված։ Նա խաղաղություն կխոսի ժողովրդի եւ իր սուրբերի հետ։ Եկեք այսօր պատրաստ լինենք լսելու Տիրոջ խոսքը, որ կխոսի մեզ, ամեն։ Միասին երգենք։ Խոսիր Տեր եւ իմ սիրտը բաց կլինի, խոսքը որ ասում ես իմ սրտին այսօր իմ սիրտը բաց է եւ խոսքը որ ասում ես իմ կարիքների համար։ Նորից երկիր Խոսիր Տեր և իմ սիրտը բաց լինի, խոսքը որ ասում ես իմ սրտին այսօր իմ սիրտը բաց է և խոսքը որ ասում ես իմ կարիքների համար, թող լինի սրտից համար։ Երկիր հալելույա, 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 Շնորհքի ու անսպար ողորմության համար, շնորհակալ ենք Տեր, քո քաղցր ներկայության համար։ Խոսիր Տեր և իմ սիրտը բաց լինի, խոսքը որ ասում ես իմ սրտին այսօր իմ սիրտը բաց է, որ լսեմ ու ընդունեմ քո խոսքը և ով խոսքը ասում ես իմ կարիքների համար։ Տեր քո արած ցնծում էր, թող այդ թարմ յուղովոցվենք մենք Տեր, որ առանց ինչ-որ կոմպլեքսների Տեր, քեզ մեծարենք ու փառաբանենք մեր սրտից։ Օրհնյալ լինես դու այս վայրում, Հայր, մեծարդիր այս վայրում։ Երկիր այստեղ է նա, և իր սուրբ հիմքի վրա Եվ հիմա այստեղ ես
նոր օծությամբ եւ հոգու նոր Տերը ապրում է իր սուրբերի մեջ եւ հիմա այստեղ է Տերը օծել է մեզ նոր օծությամբ եւ հոգու նոր այստեղ է նա մենք այն ամենով, որ մեր մեջ չարել ես նորից երկի հիմա հարաբանում ենք միաբան քեզ նոր երկերով մեր սրտից իրաց երկերով ուրախ ենք մենք այն ամենով, որ մեր մեջ չարել ես երկի այստեղ է նա երկի սուրբի Ինչպես Դավիթն էր ասում, լավ է մեկ օր Տիրոջ տան մեջ, քան 1000 օրեր աշխարհում։ Մենք շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք քո ներկայության համար, եւ որ մեզ ընտրել ես քո տան մեջ բնակվելու համար, քեզ ծառայելու համար։ Մենք երջանիկ ենք քեզ ծառայելու համար եւ մենք դա մեզ համար մեծ պատիվ է։ Մենք օրհնում ենք քո մեծ անունը ու երկրպագում ենք քեզ։ Ամեն։ Եկեք բացենք մեր սրտերը դեպի Տերը։ Եվ իրոք երկրպագենք նրան, ամեն։ Կուզեմ ապրել քեզնով միայն, լսել քո անուշ ձայն, մարդկանց պատմել միշտ բարձրաձայն, պիտք ասապայման։ Կուզեմ ապրել քեզնով միայն, լսել քո անուշ ձայն, մարդկանց պատմել միշտ բարձրաձայն, պիտք ասապայման։ Դու իմ սրտում մաքուր վտանգ, սեր ես դու բովանդակ, կուզեմ ապրել քեզնով միայն, լսել քո անուշ ձայն, միասին երգենք։ Դու իմ սրտում մաքուր վտանգ, սեր ես դու բովանդակ, կուզեմ ապրել քեզնով միայն, լսել քո անուշ ձայն։ Հիսուս փրկիչն է
եկեք մնանք իր սուրբ ներկայության մեջ, կանչենք նրա անունը, խոստովանենք ինչքան ենք իրան սիրում։ Ձեռքերս վեր պարզած երկրպագում եմ քեզ, Հայր իմ խնդրում եմ, ողջ կյանքը իմ փոխիր, դարձությունից ջերմակ և քեզ նման դարձրում եք անգամ էլ, ահա կանգնած եմ քո սրբության առջև, Դարձությունից ջերմակ և քեզ նման դարձրում, Տեր Հիսուսին ուզում եմ նմանվել, կամքը նրա այս աշխարհում միշտ կատարել, և անդադար միայն նրա սիրո մեջ ողողվել, Տեր Հիսուսին ուզում եմ նմանվել, մեկ անգամ էլ, Տեր Հիսուսին ուզում եմ նմանվել, կամքը նրա այս աշխարհում միշտ կատարել, և անդադար միայն նրա սիրո մեջ ողողվել, Տեր Հիսուսին ուզում եմ նմանվել, Դար ինձ խորքերը և բարձունքները քո, սովորեցրու լսել ձայնը քո սիրո, Սուրբ արյունով քո ողջ կյանքը իմ մաքրիր, դարձությունից ջերմակ և քեզ նման դարձրում, Դար ինձ խորքերը և բարձունքները քո, սովորեցրու լսել ձայնը քո սիրո, Սուրբ արյունով քո ողջ կյանքը իմ մաքրիր, դարձությունից ջերմակ և քեզ նման դարձրում, Տեր Հիսուսին ուզում եմ նմանվել, կամքը նրա այս աշխարհում միշտ կատարել, և անդադար միայն նրա սիրո մեջ ողողվել, Տեր Հիսուսին ուզում եմ նմանվել, Տեր Հիսուսին
ողջունում եմ ձեզ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով եւ ուրախ ենք ձեզ տեսնել Տիրոջ տան մեջ։ Ուզում եմ, որ յուրաքանչյուրս պատրաստվենք Տիրոջը երկրպագությամբ մեր ընծաները բերելու։ Ես շատ բան չունեմ ասելու, որտեղ մենք սովոր ենք եւ գիտենք։ Եկեք կանգնենք նրա ներկայության մեջ եւ երկրպագելով Տիրոջ ներկայության մեջ մեր սիրելի ընծաները բերենք, մեր սիրո նվերը բերենք Տիրոջ եւ ասենք Տեր, ես քեզ սիրում եմ։ Դրա համար քո ներկայության մեջ իմ մի մասը դնելը երջանկություն է, օրհնություն է։ Հալելույա։ Եկեք շարունակենք երկրպագությամբ։ Երկրպագենք նրան ասելով Դու իմ հայն ես ու իմ բրկիչը, իմ մարավիչը, քեզ կերքեմ, բժշկել ես, ազատագրել ես, մխիթարել ես իմ միակում, դու իմ հայն ես ու իմ բրկիչը, իմ մարավիչը, քեզ կերքեմ Երկնային թագավոր, մենք շնորհակալ ենք քեզ, որ այսպիսի Աստված ունենք, այսպիսի Տեր ունենք, որ կարող ենք մխիթարվածը զգալ, ներվածը զգալ փրկությունը, վայելել քո շնորհքը եւ առատությունը, Հայր։ Տեր Աստված, աղոթում եմ, որ այն բոլոր մարդիկ, այն բոլոր սրտերը, որոնք իրանց երկրպագությունը ամբողջացրեցին նաև իրանց նվիրատվությամբ, աղոթում եմ, Տեր, թող այդ հրաշալի առիթը լինի, Տեր, ծառայել քո թագավորությանը, թող ամեն մի լուման, ամեն սենթը, Տեր, թող որ քո թագավորության կառույցի համար լինի, Հայր։ Տեր, աղոթում եմ, օրհնիր նրանց, ովքեր իրենց ձեռքերն էլ բացեցին եւ իրանց սրտերից բերեցին քեզ օրհնություն։ Աղոթում եմ, որ նրանց ընտանիքը լցվի օրհնությամբ, նրանց ֆինանսները լցվեն օրհնությամբ, Հայր, նրանց կողովը տաշտը լեցուն լինի, նրանց ամբարները հեղվեն, լցվեն օրհնություններով, Աստված իմ, եւ դու նրանց, Տեր, ավելին, քան կարող ենք պատկերացնել, Տեր, թող որ այս ամենը կատարվի փառքիդ եւ անվանդ համար մեր սիրելի Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ հավատացյալներն ասեն ամեն։ Հալելույա։ Փառք Աստծուն, սիրելիներ, այսօր մեզ համար գեղեցիկ տոն է, գեղեցիկ օր է։ Ես միշտ ասում եմ, որ ընդհանրապես կիրակի օրերը մեզ համար այնքանով երանելի է, որ մենք գալիս ենք այստեղ, որպեսզի մեր հոգևոր կյանքի համար զորություն առնենք, վերջապես մեր կյանքը լցվի նոր ուժով, որ կարողանանք հաղթել։ Երկու փայտահատ են լինում, երկու փայտահատ առավոտից գիշեր աշխատում են, առավոտից գիշեր ամբողջ օրը փայտ են կտրում։ Եվ կեսօրվա ժամանակ, ճաշի ժամանակ մի փայտահատը հանկարծ կորում է, գնում է։ Այս մյուսը աշխատում է, դե մտածում է, դե էսի ուր գնաց այ մարդը, մենք այնքան գործ ունենք անում, վերջապես ինքը փայտերը կտրում է եւ մյուսը հետ ինչ-որ ժամանակ հետո հետ է վերադառնում, գալիս է մինչև իրիկուն, երեկոյան երբ որ հաշվում են կտրած փայտերը, զարմանալի բան է տեղի ունենում։ Այն մարդը, որ թողել գնացել էր, հետ է եկել նորից աշխատելը, այս մարդը ավելի շատ փայտ է կտրել, քան այն, որ առավոտից գիշեր աշխատում էր։ Եվ մի օր, այդպես մի քանի ժամանակ անցնում է, այդպես շարունակ շաբաթներ, եւ հետո այս երկրորդը չի դիմանում։ Կանչում ասում է, լսի, ասում է, ես չեմ հասկանում, այդ ամենակարևոր թեժ աշխատանքի ժամին, երբ որ մենք առավոտից գիշեր աշխատում ենք, դու թողում գնում ես, ես աշխատում եմ, հետո դու հետ ես գալի, հաշվում եք, դու ինձանից ավելի շատ ես կտրել, ի՞նչն է պատճառը։ Ասում է, այո, դու ճիշտ ես նկատել, որ ես թողում գնում եմ։ Այն ժամանակ, երբ որ դու աշխատում ես, ես գնում եմ կացինս սրելու։ Պարզապես կարծում եմ միտքը, որ հաճախ մենք ընկնում ենք աշխատել, վերջապես անում ենք լավագույնը, փորձում ենք ամեն ինչ անենք, որ ավելի մեծ արդյունք ստանանք, արդյունքում ավելի քիչ ենք ստանում։ Ինչու, որովհետև Աստված 6 օր ստեղծեց, որի մեջ դու աշխատես, 7-րդ օրը դու պետքա կացինդ սրես, դու պետքա հոգիդ սրես, դու պետքա հավատքդ սրես, դու պետքա քո վստահությունը, նվիրումը, ամեն բան սրես պատրաստ, որ երբ որ մտնես նորից գործի, նորից շաբաթվա մեջ մտնես,
կտրուկ լինես եւ ավելի պատրաստ լինես մեծ փորձություններ հաղթահարելու։ Ամեն։ Ուրեմն սիրելներ, ողջունում եմ բոլորիդ, որ դուք այսօր եկել եք ձեր կացինները սրելու։ Գիտեք, կացին սրել չի նշանակում, որ պետք է անպայման ինչ-որ մեկին հարվածել կամ ինչ-որ ասենք գնանք սատանայի դղյակները քանդենք, չգիտեմ, չէ, անգամ քո հավատքը կարիք ունի նորոգվելու, դա նորոգություն է, դա վերաբերմունք է, երբ որ դու քո նկատմամբ անկեղծ ես, ճիշտ ես, ուղիղ ես եւ փորձում ես լավագույնը անես, որ մնաս նույն հավատքի մեջ։ Պողոս առաքյալն ասում էր. ես ուրախ եմ, որ հեռու էլ լինեմ կամ ձեզ մոտ լինեմ, ես ուրախանում եմ լսելով, որ դուք նույն հավատքի վրա եք քայլում, նույն հավատքի վրա, նույն Աստված պաշտության մեջ եք։ Վստահ եմ, որ մեզանից բոլորի համար, յուրաքանչյուրիս համար Աստված ուրախանում է, երբ որ տեսնում է մենք նույն հավատքի մեջ ենք Քրիստոս Հիսուսին, որպես Տեր եւ Փրկիչ ունենալով։ Ամեն։ Այսօր մեր համար հրաշալի օր է, սիրելիներ։ Այսօր նյութը, որ ուզում եմ խոսել եւ բաժնեկցել ձեզ հետ, վերաբերում է հայրությանը։ Աստված մեր հայրը։ Աստված մեր հայրը։ Մի եղբայր ունեինք Հայաստանում, երբ որ աղոթում էր, գիտեք ոնց էր աղոթում։ Ինքը չէր աղոթում էր նման, ասենք, Տեր ջան, փառք ես, բան սիրելի հայր, երկնային, բան, տես չէ։ Կանգնում ասում էր, պապա ջան։ Պապա ջան, անես պապա ջաներ ասում կողքից ինչքան պապա կար նայում են էսու մազինա։ Բոլորը շփոթված էին, ես ինչ ասում, բայց ինքը աչքերը փակ երկինք էր նայում ու գոռում էր, պապա ջան, անենց էր ասում, իր պապան էլ կողքը կանգնած էր, իր պապան գիտեր, որ իր մասին չի։ Վերև է ուղված այդ ամեն ինչը։ Սիրելի քույրս, սիրելի եղբայրս, հայր լինել Աստծո խոսքը ասում է, թեև դուք շատ վարդապետներ կարող եք ունենալ, շատ մարդիկ կարող եք ունենալ, որոնք որ ձեզ կարող են ասել սենց արա, նենց արա, նենց արա, նենց արա, ճիշտն է, սխալ է, կամ վերջը ինչ որ բան սովորացնեն կյանքում, բայց Աստծո խոսքն ասում է, թեև դուք շատ վարդապետներ ունենաք, բայց հայրերը միշտ քիչ են լինում։ Հայրերը շատ չեն լինում։ Հայրերը շատ չեն լինում։ Գիտեք ինչու։ Որովհետև իրականությունը այսպես է, մի հորից ծնվում է մի քանի զավակ։ Ամեն մի տան ընտանիքի զավակը տարբեր հայրեր չեն ունենում։ Հասկանում եք ինչ նկատի ունեմ։ Այսինքն մի հայր, որից զավակներ են ծնվում։ Միթե սա երկնային նպատակ չի, միթե սա երկնային խորհուրդ չի, որ Աստված իրան ներկայացնում է որպես հայր, ումից որ զավակներ եւ օրհնություններ են ծնվում։ Վստահ եմ, որ դու այսօր ինչ-որ բան պիտի առնես քեզ համար, շատ պարզ, շատ հաճելի եւ միևնույն ժամանակ թարմացնող մտքեր պետք է ունենաս Տիրոջ ներկայության մեջ։ Գիտեք, որ հոր մասին Աստվածաշունչը 5 կտակարանում զարմանալի ձևով խոսում էր նմանությունը ցույց տալով։ Ես շատ եմ ուշադրություն դարձել, Աստված երբ որ խոսում է իր հայր լինելու մասին կամ տարբեր մարգարեներ խոսում են Աստծուն որպես հայր նկարագրելու, միշտ ասում են ինչպես մարդը։ Աստված չէր կարողանում ուղիղ խոսել, որ ես ձեր հայրն եմ։ Նա ասում էր ինչպես մարդը, այնպես էլ ես։ Ես մի քանի համարներ եմ հանել Աստվածաշնչից, հին եւ նոր կտակարաններից եւ պետք է փորձենք համադրել եւ տեսնել ընդհանուր պատկերը։ Գիտեք, Աստված Իսրայելի համար խոսում էր իրեն որպես հայր եւ այդ նմանությունն էր դնում, ինչպես որ կարծես թե նմանեցնում էր հորը իրեն, ասում է միթե նա չէ քո հայրը, որ ստեղծեց քեզ, քեզ արարեց եւ հաստատեց քեզ։ Երկրորդ Օրինաց 32:6 Միթե նա չի քո հայրը։ Մեկ օր Տեր Հիսուսին եկան որոշ մարդկանց մասին բաներ խոսեցին, Տեր Հիսուսը բաներ, առակներ էր խոսում եւ հետո մեկ օր դարձավ ասեց. նրանք իրենց հորից սատանայից են։ Եվ նրանք իրանց սրտի բաղձանքն են ուզում անեն, իրանց չարությունն են ուզում անեն։ Գիտեք, որ սատանան էլ նման է մի հոր, որ ծնում է, զավակներ է ծնում։ Եվ նրանից ոչ թե խոսք է սա, որ դևեր են ծնվում, ինչ որ ինչ բան նոր ծնունդներ են ունենում, ոչ, այլ չարությունը ծնում է հաջորդ չարություն։ Նա հեղինակն է չարության, նա հեղինակն է փչացնելու, նա հեղինակն է ընտանիքներ քանդելու։ Հայրը ընտանիքով է հայր։ Եթե նա ընտանիք չունի եւ զավակ չունի, հայր կոչվել չի կարող։ Կգա ժամանակ, երբ որ զավակ ունենա, կկոչվի հայր, եւ սա Աստծո հիանալի շարունակությունն է հայրության համար։ Բայց գիտեք, մարդ, որը որ պտուղ է տալիս, այդ երեխան է իրան ավելի ներկայացնում որպես հայր, եւ հայրը կամաց է իրան ճանաչել տալիս, չէ՞։ Ոչ մի երեխան, որ իր աչքերը բացում չի ասում, դու իմ պապան ես, 100% գիտեմ։ Չէ, տենց չի։
Երեխեն ապրում է հոր ներկայության մեջ, ժամանակ անցնում, սկսում է վարժվել, սովորում է ձայնին, զգում այն, որ ասում են արունը քաշում է, կամաց, հետո գալիս է մի ժամանակ, որ ինքը պակաս է զգում, երբ որ իրան չի տեսնում։ Եվ անցնում է ժամանակներ, երբ որ արդեն ինքը սկսում է կոնտակտ ստեղծել արդեն արտաքին աշխարհի հետ, ինչ է անում, սկսում է արտահայտվել։ Երբ որ մենք որպես հոգևորներ սկիզբ ենք դնում մեր հավատքի կյանքի եւ ճանաչողության, սկզբում հայրը մեզ համար պարզ չէ, նա հայտնի չէ, բայց գալիս է մի ժամանակ, որ մենք վարժվում ենք մեր հոր ներկայությանը, մեր Աստծո ձայնին ենք վարժվում։ Ամեն։ Կարող ես հետ նայել օրինակ ասենք տեսնել մի տարի առաջվա եւ հիմիկվա տարբերությունը քո հոգևոր աճի, որքանով ես նրան ճանաչում որպես հայր, եւ Աստված այսպես է խոսում Իսրայելի համար եւ ասում է. «Միթե նա չէ քո հայրը, որ ստեղծեց քեզ արարեց եւ հաստատեց քեզ»։ Աստված ներկայանում է որպես ստեղծող, արարող հայր։ Մեր հովվական ծառայությունների մեջ շատ ենք նկատել մարդկանց, ովքեր որ դժգոհ են իրանց լինելուց։ Իրանք մտածում են, որ իրանք սխալի արդյունք են։ Գիտեք, սիրելիներ, ոչ մի մարդ առանց Աստծո արարչագործության ձեռքի չի ծնվում։ Աստված ինքն է արարում մարդուն, նրա ներսում հոգի դնելով։ Ով ես դու։ Ինչ ես զգում քո համար։ Պատահականություն, ուղղակի մտածում ես, դες են ցեկել եմ, ծնողներս են իրար սիրել են, վերջապես, ես էլ ծնվել եմ, այսքան է, ոչ եւ էլի ոչ։ Աստծո խոսքը կետեր ասում է, նա ստեղծեց քեզ։ Ստեղծագործությունը դա սկիզբ է, երբ որ նա ինչ որ բան վերցնում է ստեղծելու, արարելը դա արվեստ է։ Նա վարպետությամբ արարեց։ Նա ոչ միայն ստեղծեց, նա արարեց, նա շեշտ դրեց քո գեղեցկությանը, նա շեշտ դրեց քո ներքին կյանքին, նա շեշտ դրեց քո գոյին, նա որոշեց, որ դու պետքա լինես։ Եվ շարունակությունին ինչ ասում, հաստատեց, ասեց շատ լավ է։ Կարող ես քո ինքնագնահատականը տեսնել Աստծո մեջ, հոր սրտից բխած ինքնագնահատականը, ոչ թե անձնական հպարտ գնահատականը, գիտեք ես ով եմ, Աստված է իմ ստեղծել, մնացածը ոտերի տակ, ոչ, քեզ նման նրան է ստեղծել, նրա նման են մյուսին է ստեղծել, Աստված ամեն մեկին ստեղծում է հենց այդպես, վերցնում է մի բան, ուզում է ստեղծի եւ արարում է, ցույց է տալիս իր վարպետությունը հայրական։ Ես մի բան ասեմ ձեզ։ Եթե ձեզ տրվի հնարավորություն, ինձ ու քեզ տրվի հնարավորություն ինչ որ մեկին ստեղծել, ինչ կստեղծենք։ Կփորձենք մեր երևակայության լավագույնը դնենք իր մեջ, ճիշտ է։ Սա արարելն է։ Դու փորձում ես անես լավագույնը, որպեսզի ցույց տաս քո ներսի էությունը ինչպիսին է, ինչպիսին ես դու տեսնում։ Պատկերացրեք մարդիկ, որոնք մի բան ստեղծում են, օրինակ ես հիշում եմ փոքր ժամանակ, երբ որ մենք հեծանիվներ էինք սարքում, անիվներով հեծանիվներ, փոքր երեխա ենք, 3-4 տարեկան ենք, շատերը տարած կլնեք, չգիտեմ։ Սարքում էինք, ինչքան որ մեր երևակայությունը հերիքում էր, այդպես էինք անում։ Իսկ հիմա, երբ որ արդեն մեծ ես, քո երևակայությունը աճել է։ Դու հասկանում ես, որ դու չես կարող սթից մթից ինչ որ բան սարքել։ Եթե մենք մարդիկս մեր այսպիսի իմաստության մեջ մեզ հայտնաբերում ենք, որ պետք է լավագույնը անել, որքան առավել հայրը, որ ստեղծեց քեզ, որ արարեց քեզ եւ հաստատեց քեզ։ Դու իմն ես։ Ես չեմ սխալվել քո հարցում։ Այսօր շատ մարդիկ իրանց հավատքի մեջ նավակոծություն են կրում հենց այդ պատճառով, որ չեն կարողանում Աստծո սրտի մեջ տեսնել իրանց, որ հեռու են մնում իրանց եւ Աստծո զգացումներից եւ մնում են մենակ դատարկ մի հատ կղզու վրա, մտածելով, որ ճակատագիրն է ինձ այս վիճակին հասցրել։ Սիրելիս, դու հայր ունես։ Կարող ես ասել ամեն։ Դու հայր ունես, որը անտարբեր չի, որը արարել է քեզ, որը իր էությունը որոշել է գծագրի քո կյանքի մեջ։ Ամեն։ Ինչ որ մեկին կպիր եւ ասա, դու հայր ունես, դու մենակ չես։ Նա իրան ասա, դու հայր ունես, դու մենակ չես։ Հալելույա։ Սաղմոս 103:13-ում մի գեղեցիկ խոսք է գրված, որ ասում է. ինչպես հայրը գթում է իր որդիներին, այնպես էլ Տերն է գթում իրենից վախեցողների վրա։
Աստված ողորմած հայր է, նա գութ ունի։ Աստված քարասիրտ մեկը չի։ Աստված մեզ չի արարել գցել բախտի կմահաճույքին ինչ ուզում է քո հետ լինի։ Պրոբլեմը Աստծունը չի, պրոբլեմը մերն է, որ մենք Աստծո ներկայության մեջ չենք կարողանում գնալ եւ հորից առնել մեր ով լինելը։ Աստված խնդիր չունի, երբ որ քեզ ստեղծեց, գիտեք Աստծո խոսքը, ես հիշում եք սրա մասին անգամներ խոսել եմ եւ շատ այս օրինակը կա, որ Աստծո ծառան Սաղմոս 2-ն այսպես էր ասում. ես զարմանալի եւ ահավոր կերպով ստեղծվեցի։ Զարմանալի եւ ահավոր կերպով։ Դուք կարող եք ուղակի հայլու մեջ նայել եւ ասել էս ինչ է, բայց կարող եք լավ նայել եւ ասել էս ինչ է։ Զարմանաս, քո մեկ մատը հերիք է, որ դու զարմանաս Աստծո արարչագործության վրա։ Զարմանաս, թե Աստված ինչ իմաստությամբ է արել։ Մենք մտածում ենք, այս ինչ բանն ավել է, ինչ բանը պակաս է, չէ՞։ Շատ ենք մտածում։ Բայց Աստծո խոսքը մեզ սովորացնում է, որ ինչպես հայրն է գթած իր որդիների վրա, այնպես էլ Տերը գթած է իրենից վախեցողների վրա։ Նա կարեկցանք ունի, գութ, այսինքն կարեկցանք։ Իր սիրտը ցավում է, երբ որ դու ցավում ես։ Իր սիրտը ուրախանում է, երբ որ դու ուրախ ես։ Աստված ոչ մի բանում իրավիճակում չի ուզում այնց անի, որ դու ավելի վատը լինես։ Ինչ ուզում է լինի քո կյանքի մեջ, Աստված ուզում է, որ դու ուրախ լինես, որ դու լավ լինես, որ քեզ լավը պատահի, որ քեզ հաճելին տեղի ունենա, որտեվ այսա է Աստծո կամքը, բարին է, հաճելին եւ կատարյալը։ Ամեն։ Սրա մեջ չկա չարիք, սրա մեջ չկա ծակել, սրա մեջ չկա նեղացնել, այն ամեն ինչ որ վերաբերվում է այդպիսի բաներին, դրա հեղինակը չարն է, որ նեղացնի, որ փչացնի քո անձը։ Հայրը ողորմած հայր է, նա գիտի ողորմել։ Մեկ ուրիշ տեղ, որ կարդանք Աստծո խոսքի մեջ, տեսեք, երկրորդ օրինաց առաջի գլուխ 31 համարում ասում է, որ անապատում տեսար, թե ինչպես Տերը քո Աստվածը քեզ կրեց, ինչպես մարդն է կրում իր որդուն։ Աստված անապատի մեջ կրում է իր զավակներին։ Որքան ժամանակ է, որ դու միգուցե զգաս, որ դու անապատների մեջ ես։ Գիտեք, նորմալ է կյանքում ունենալ անապատներ։ Նորմալ են։ Որտեվ եթե դու անապատներում չհայտնվես, Աստծո ներկայության կարիքը այդ չափ չես զգա։ Մի եղբայր ունենք, երբ որ դժվար իրավիճակներից տեղափոխվեց եկավ Հայաստան մեր եկեղեցում էր, երկար ժամանակ ինքը անցնում էր տարիներ, մոտ 3-4 տարի կարծեմ, եթե չեմ սխալվում, ինքը անցնում էր այդ դժվարություններով, ամեն անգամ երբ հարցնում ասում ենք ո՞նց ես, եղբայրս ասում էր անապատների մեջ եմ, հլա անապատի մեջ եմ, անապատի մեջ եմ, անցավ 2 տարի, ո՞նց ես անապատի մեջ եմ, հլա անապատի մեջ, մի օր մի հատ եղբոր հարց ասեցի, երբ է այդ եղբոր ծնունդը, ասեց ինչի, ասեցի ուզում եմ ուխտ նվիրեմ իրան։ Էսի որոշել անապատից դուրս չգա։ Անապատները պետք են։ Հիսուսն էլ Սուրբ Հոգով լցված գնաց անապատը եւ փորձվեց սատանայից։ Հիշում եք։ Եվ նրա փորձությունները մեզ համար դաս դարձան։ Մեզ համար օրինակ դարձան։ Բայց անգամ այդ անապատի մեջ Աստծո խոսքն ասում է եւ Սուրբ Հոգով լցված Հիսուսը գնաց անապատ եւ հետո երբ որ 3 փորձություններն անցնում են ասում է եւ հոգու զորությունով էլ դուրս եկավ անապատից։ Սուրբ Հոգով լցված դուրս եկավ, ինչու? Որովհետև երբ որ Աստվածը քո կյանքի մեջ, քո անապատների հետ, քո անապատների մեջ քեզ հետ, այն ժամանակ դու դուրս կգաս Աստծո հետ։ Եթե առանց Աստծո մտար անապատների ու չորության մեջ, այնտեղից դուրս գալուց մենակ ոսկորներն են հանում։ Որտև ոչ ոք այս կյանքի մեջ չի կարացել հաղթող դուրս գա, սատանային հաղթի, եթե Աստված իր հետ չլինի։ Ամեն։ Ուրեմն եթե դու միտեղից դուրս ես եկել, մի դժվարությունից անցել ես, մյուսից ես անցել, մյուսից էլ քեզ բարի լուր ունեմ։ Քո գթած հայրը, ողորմած հայրը անապատների մեջ քեզ կրեց իր ձեռքերի մեջ։ Լսեք ուշադիր, սա արդեն երկրորդ տեղն է, որ կարդում եմ, ինչպես մարդը կրում է իր զավակին։ Ինչպես է մարդը կրում։ Իր կյանքի գնով, իրեն վտանգելով, նա կրեց եւ ցույց տվեց իր հայրությունը։ Գիտեք, որ հայրը միշտ չէ, որ ուրախ է մեզանով, հաճախ տրտմում է, ճիշտ եմ ասում, թե չէ։ Ես չգիտեմ, դուք զգացել եք Սուրբ Հոգու տրտմությունը ձեր կյանքում, թե չէ։ Զգացել եք։
Դա ամենավտանգավոր բաներից մեկն է, որ ես զգացել եմ իմ կյանքում, որ Աստված ինձանից գոհ չի, տխուր է։ Եվ դա ես զգում եմ։ Զգում եմ, որ Սուրբ Հոգին լռում է, զգում եմ, որ Սուրբ Հոգու այն որ ասում է հազիվ թե կարողանում եմ իր հետ կապ ստեղծեմ, հազիվ կարողանում եմ իր հետ խոսեմ։ Մտքեր կամ չգիտեմ ինչ որ առաջնորդություն ստիպում ես, որ Աստված մի բան ասի։ Տեսեք ինչ է ասում հաջորդը։ Աստծո խոսքը Մաղաքիա մարգարեության մեջ ասում է, որդին հարգում է իր հորը, եւ շարունակությունը մի քանի բառ հետո ասում է, իսկ եթե ես հայր եմ, ապա ուր է իմ պատիվը։ Հորը պետք է պատիվ տալ։ Այսօր հայրերի տոն է։ Սիրեն թե չսիրեն մի բան տալիս են։ Մերոնք սիրով են արել։ Բայց քանի որ տոն է, որպեսի չասեն բան չտվեց, չէ՞։ Շնորհավոր հայրերի տոն, օրոսի շնորհավոր հայրերի տոն, հայրերի տոնն անցավ, պատիվ, մատիվ, սա հետը գնում է։ Սիրելի քույրեր, սիրելի եղբայրներ, եթե մենք մարդ ենք եւ մենք զգում ենք, որ պատիվը դա վերաբերմունք է հանդեպ քո հայրության, որքան առավել հայրն է ուզում իր պատիվը իրան վերադարձնենք։ Աստված ուզում է, որ պատվենք իրան։ Պատիվ տալ նշանակում է գերադասել մնացած բաներից։ Նշանակում է առանձին բան հատկացնել նրան։ Մի բան, դա կարող է լինի հարգանք, դա կարող է լինի խոսք, դա կարող է լինի աղոթք, դա կարող է լինի երկրպագություն, դա կարող է լինի ինչ որ մի, չգիտեմ, ինչ ուզում ես անունը դիր։ Պատիվ տալ նրան։ Աստված ուզում է, որ իր զավակները իրան պատիվ տան։ Գիտեք, որ հայրը այնպիսի զգացողություն ունի, որ ինքը կարող է հանկարծ տրտմի մեր մեջ եւ հոր սիրտը ճմլվի։ Եկեք նայենք մեր հոգեվոր կյանքին։ Ես կարծում եմ, որ ամենաանկեղծ դաշտը այն դաշտն է, երբ որ դու ոչ թե մարդկանց, այլ Աստծո ներկայության մեջ ես քեզ խոսում։ Մի օր հիշում եմ դասընթացի ժամանակ, երբ որ դպրոցում դաս էի տալիս, խոսում էի Աստծո ներկայության մեջ առանձնանալու մասին, երբ որ դու խոսում ես Աստծո հետ։ Բայց գիտեք, առաջի քայլը որն էր։ Աստծո հետ խոսելուց առաջ դու պետքա լսես ինչ ես խոսում։ Որտեվ քո խոսքերը բաներ կա, որ Աստծո ներկայության մեջ դու չես խոսում։ Եվ բաներ կա, որ խոսում ես միայն Աստծո ներկայության մեջ։ Դրա համար, երբ որ ասում է բարձրալի ծածկոցի տակ բնակվողը, սա մի ծածկոց է, երբ որ քղանցքը գցվում էր մարդկանց վրա, ովքեր որ առանձնանում էին Աստծո ներկայության մեջ աղոթքի։ Տեսեք Սուրբ գրքի մեջ շատերը կան, որ առանձնանում էին աղոթքի, իրանց վրա ծածկում էին, իրանց գլուխները ծածկում էին։ Եվ հрьяաների մոտ դա սովորություն է, գլուխները ծածկել, եւ դա ցույց էր տալիս, որ իրանք առանձնանում են ամեն ինչից։ Եվ ես դասի ժամանակ մի պահ այդ միտքս եկավ, ասեցի ամենամոտ բանը, որ կարող է անենք, դա է, որ մի ձեռքը դնենք մեր բերանին, մյուս ձեռքը պահենք մեր ականջին։ Եվ երբ որ դու խոսում ես, դու լսում ես քո խոսքը շատ մոտիկից, եւ գիտեք ինչն է զարմանալի, դու երկար չես խոսի։ Դու չես կարող երկար խոսել, որովհետև զգում ես, որ կարևոր է, որ ինքը խոսի։ Երբ որ դու առանձնանում ես Աստծո ներկայության մեջ, ուզում ես հասկանաս հոր սիրտը, ինքը ինչ է զգում քո նկատմամբ, տխուր է թե ուրախ է։ Գնացեք տուն կփորձեք։ Ծածկեք ձեզ ինչ որ բանով եւ սկսեք մենակ խոսել։ Փորձեք ինքներդ լսել ձեր ձայնը։ Ամենամոտ բանը, որ կարող եք անել, սա է։ Հետո կզգաք։ Դուք ուզում եք երկար խոսել, կամ դուք կխոսեք այն ինչ որ ընդհանրապես եք խոսում։ Ոչ։ Դա ձեզ կառանձնացնի։ Դուք կզգաք, որ Աստծո սիրտը ինչպիսին է, որտեղ ձեր ներսում վկայություն կլինի դրա համար, եւ ձեր խոսքերը կգտնեն իրանց չափը։ Երբեմն մեր ձայնը մեզ այդքան հաճելի չի, ճիշտ եմ ասում։ Մեր ձայնը երբեմն այդքան մեզ տհաճ է, որ մի քիչ խոսած կլսեք։ Ուրեմն սիրելներ, ասում է որդին հարգում է իր հորը եւ հայրն ասում է, Աստված ասում է, եւ եթե դուք ինձ որպես հայր եք ընդունում, ապա ուր է իմ պատիվը, ուր է վերաբերմունքը հանդեպ ինձ։ Եկեք մեր վերաբերմունքով մեր Աստծո սիրտը ուրախացնենք։ Համաձայն եք ինձ հետ։ Այո, մեր հայրը երբեմն վշտացող է, բայց չմոռանանք, որ մեր հայրը նաեւ սիրող հայր է։ Ասում է, երբ Իսրայելը մանուկ էր, ես սիրեցի նրան եւ Եգիպտոսից կանչեցի իմ որդուն։ Հասկանում ենք, որ այս վերջին մասը մարգարեություն է Տեր Հիսուս Քրիստոսի համար։
Եգիպտոսից կանչեցին որդուն։ Երբ Իսրայելը մանուկ էր, ես սիրեցի նրան։ Աստված մեզ չի սիրել այն ժամանակ, երբ որ մենք արդեն լուրջ որոշիչ քայլեր ենք անում։ Դու եթե չես արել, Աստված այդ ժամանակ էլա քեզ սիրել։ Աստված մեզ սիրել է այն սկզբից, հələ որ մենք չկայինք։ Դավիթն ասում էր, ին ոսկորները հələ չձևավորված, դու արդեն ամեն ինչ գիտեիր։ Իմաստությամբ արեցիր ամեն ինչ։ Ես հələ չկայի, բայց դու կայիր, բայց դու սիրեցիր ինձ։ Բայց դու ընդունեցիր ինձ։ Կարող ես քեզ զգալ հոր սրտի մեջ սիրված մարդ։ Ես քեզ մի բան եմ ուզում ասել։ Ինչքան ուզում ես այս երկրի վրա մարդ փնտրի, որ Աստծո նման կարենա քեզ սիրի, չի կարա։ Իզուր ման մի արի։ Իզուր ման մի արի։ Որովհետև մի օր կհանդուրժեն, երկրորդ օրը կհամբերեն, երրորդ օրը կդիմանան մի կերպ, չորրորդ օրը երեսով կտան։ Բայց Աստված այնքան սեր է, որ ինքը պատրաստ է քո տկարություններն էլ լսի եւ երեսով չտա։ Նա պատրաստ է քո համար անի լավագույնը, որ դու ոչ թե իրանից հեռանաս, այլ մոտենաս իրեն։ Հիշեք, որ երբեք սերը չի փչացնում մեր եւ Աստծո հարաբերությունը։ Սերը մեզ ամաչացնում է, որ մենք վերականգնենք փչացած հարաբերությունները։ Ուրեմն պիտի հասկանանք, որ Աստված այդպիսի սիրող հայր է։ Եկեք գանք նոր կտակարան, մի քանի համարներ Աստծո խոսքից նոր կտակարանում նայենք։ Գիտեք, որ Հիսուսի ամենասիրելի արտահայտությունը Աստծո նկատմամբ որն էր? Հայր։ Ամենագեղեցիկ արտահայտությունը, որ Հիսուսը կարող էր արտահայտվել Աստծո մասին, հոր տիտղոսն էր, հայր անունն էր։ 5 տակարանում մենք շատ ենք տեսնում Աստծո հիմնականում ճանաչված 12 կամ 14 անուններ կային, բայց դրանցից շատերն էլ կային, որոնք որ շատ չի շեշտվում Աստվածաշնչի մեջ։ Բայց տեսնում ենք, որ Տեր Հիսուսը մեկ անուն տվեց Աստծուն եւ այդ անունով նկարագրեց իր բնությունը՝ հայր, հայր։ Կարող ես նայել Հիսուսին հիմա, վերև նայել եւ ասել շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ ինձ ճանաչեցրիր, ծանոթացրիր Պապայի հետ։ Ամեն։ Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 9-րդ համարը։ Եվ երբ որ աղոթեք, այդպես աղոթեք։ Հիշում եք Տեր Հիսուս ասեց. ով հայր մեր, որ երկնքում ես։ Հալելույա։ Հայր մեր, որ երկնքում ես։ Հիսուսը տեղ չի վերջացնում։ Նա ցույց է տալի հոր իրական բնակարանը։ Եվ շարունակությունը ինչ է ասում։ Քո անունը սուրբ լինի ու տեղ չմնա։ Թող գա քո թագավորությունը եւ լինի քո կամքը։ Երբ որ հոր ներկայությունը իջնում է, ամեն ինչ փոխվում է։ Ես մի իրական դեպք եմ ուզում ձեզ պատմել։ Մի եղբայր, որ ապրում էր միտեղ իր հարևանությամբ, իրանք հարևաններ ունեն, որոնք որ այդպես շատ մտերիմ էին։ Նույնիսկ այդ հարևանը, այս եղբորը անվանում էր, այս հովիվին անվանում էր երկնքից իջած հարևաններ։ Այդպես էին ասում։ Երկնքից իջած հարևանները։ Որոշ ժամանակ անց իմանում են, որ այս հարևանուհին վատացել է ինքնազգացողությունը, վատացել է կտրուկ եւ իրան տեղափոխել են ավելի հեռու հիվանդանոց, որ ավելի մասնագիտացված հիվանդանոց է։ Երեկոյան, երբ որ աղջիկը վերադառնում է տուն եւ պատմում է այս երկնքից իջած հարևանին, այս հովին պատմում է, որ գիտեք, մաման, այս վիճակում է գնացինք, տարել ենք իրան այս ինչ հիվանդանոց, հետաքրքրում են ոնց, ինչ ա եղել, ինչ ա կատարվել։ Ասում է, գիտեք, ասում է, մամայի մոտ ուղեղի մահ է գրանցվել։ Ուղեղի մահ։ Նրա միտքը անջատվել է, նա ուղակի շնչում է եւ բժիշկը տվել է մեզ 5 օր։ 5 օր 5 օրվա մեջ բոլոր հարազատները կարող են գնալ, տեսնել եւ հրաժեշտ տալ իրան, որովհետեւ 5-րդ օրը սարքավորումները պետք է անջատեն։ Եվ այս եղբայրը ասում է, որ ես կարող եմ գնալ իրան այցելության։ Աղջիկն ասում է, իհարկե կարող եք, որովհետեւ ինքը շատ կապված էր ձեր հետ, շատ էր սիրում ձեզ, մանավանդ որ ինքն է կնքել այդ անունը, դուք երկնային հարևաններ եք։ Գնում են։
Եվ այս եղբայրը ինքը նկարագրում այդ պահը, որ ասում է, երբ որ ես գնում, պետք է գնամ, ասում է, հագին հեռու է ճանապարհն էլ, ու մանավանդ որ չգիտես որտեղ ես կանգնելու, ինչ ալիներով, մի խոսքով խնդիրները շատ են, չգիտես, գոնե մոտ հիվանդանոցներ ավելի հեշտ կլներ, բայց զգում եմ մի բան, որ գնում է ուղակի այդ մարդուն հաջողություն ասի, վերջացավ, արդեն երկնային հարևան, մեկ էլ այնտեղ հարևան կլնենք։ Վերջապես հասնում արդեն մտնում է հիվանդանոց, ամեն տեսակ բաները կապած իր վրա։ Բժիշկն ասում է, որ շատ ժամանակ չեք կարող բանանել, ինչքան որ ունեք, շատ քիչ է եւ պետք է հասցնեք, խոսեք եւ դուրս գաք, որ հետո ուրիշներն էլ կարողանան գան, ընդամենը 5 օրվա մեջ բոլոր հարազատները ձեզ քիչ է տրված։ Okay։ Մտնում է ներս, պարկած եւ մտածում է, ինչ կարամ անեմ մի մարդու հետ, ում ուղեղը մահացած է, ոչինչ չեմ կարող անել։ Բռնում է այդ կնոջ ձեռքը եւ ասում է, լսիր, ես քո երկնային հարևանն եմ։ Ես չգիտեմ ինչ եմ անելու, բայց ուզում եմ, որ իրար հետ աղոթենք։ Եվ ձեռքը բռնած ասում է, հիմա սա ենք անելու։ Միասին կաղոթենք, ով հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը գա, եւ այդ թագավորությունը գալու ժամանակ միանգամից այս կինը ցնցվում է իր տեղից, աչքերը միանգամից բացում է, այս մարդը նայում է, ասում, «Էս ինչ կատարվեց»։ Միանգամից բժիշկները հասնում են այդտեղ, ինչ ա եղել, վերջը ձենա Տալիբան էս կոմենկոմ գալիս են, մի խոսքով էս կինը հետ է գալիս։ Ապշում են, ոնց հնարավոր է ուղեղի մահը գրանցած, փաստացի, որ այս կինը չկա, ընդամենը մնացել է 4 օր, պետք է անջատեն արդեն, որ ինքը մահանա, հանկարծ կյանք է գալիս մեջը եւ սկսում է ապրել։ Ինչն է հարցը, ասում է, ինչ արեցիք, ասում է, ես աղոթեցի, հայր, թող գա քո թագավորությունը եւ լինի քո կամքը։ Ահա թե ինչ կարող անի, երբ որ հայրն է գալիս, երբ որ հայրը գալիս է, երկնային հայրն է գալիս։ Գիտեք, երկու եղբայր կան, իրար հետ թշնամի էին, Հակոբն ու Եսավը։ Չգիտեմ դուք պատմությունը, եթե կարդացել եք Աստվածաշնչում, գրված է, երբ որ Եսավը խաբվեց, այսինքն Հակոբը խաբեց իրան, անդրանիկությունը առավ եւ փախավ, որպեսզի եղբայրը չսպանի։ Գիտեք, Եսավը ընկավ հետևից, մտածում էր, ես պետք է սպանեմ իրան, բայց գիտեք, Սուրբ գրքում մի հետաքրքիր բան է գրած։ Ես տարիներ առաջ Սուրբ Հոգին իմ ուշադրությունը դարձրեց այդտեղ։ Եսավն ասեց, երբ որ Իսահակը իմ հայրը մեռնի, ես իրան կսպանեմ։ Դուք պատկերացնում եք, երբ որ հայրը մեռնի, պատրաստ են եղբայրները իրար սպանելու։ Երբ որ հայրը բացակայի, եղբայրները կսկսեն իրար խփել, իրար կսպանեն, բայց երբ որ հայրը ներկա է, ամեն ինչ զսպված է։ Ամեն։ Անկամ մահը զսպված է, երբ որ հայրը ներկա է։ Երբ որ Աստված ներկա է, Սատանան չի կարող մտնել եւ որևէ կերպ փչացնել քո կյանքը, քո հարաբերությունը, եղբայրների, քույրերի մեջ ունեցած որևէ խնդրեմ չի կարող մահվան պատճառ լինել։ Ինչ էլ որ լինի կլուծվի սիրո մեջ, որովհետեւ հայրը ներկա է։ Հալելույա։ Մեր երկնավոր հայրը գա իր թագավորությունը եւ լինի իր կամքը մեր մեջ։ Համաձայն եք ինձ հետ։ Ինչ է անում մեր երկնային հայրը։ Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 32 համարում հայրը հոգ է տանում, գրված է ձեր երկնավոր հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքը ունեք։ Աստված գիտի քո կարիքը։ Ինչ որ մեկին նայ ասա, Աստված գիտի քո կարիքը։ Այդ որ դու մտածում ես ոնց եմ անելու, Աստված գիտի քո կարիքը։ Աստված հեռու չի քո կարիքից։ Նա աշկերը չի փակել, ասի չեմ տենում, ուրեմն չկա։ Ակաժները չի փակել, ասի ես ոնց անձի կանչող չկա։ Ոչ, նա տեղյակ է քո կարիքից։ Նա լավ գիտի դու ինչ դառնությունով ես անցնում, նա լավ գիտի ինչերից ես անցնում, նա գիտի ժամանակին հասնել քեզ։ Նա գիտի աղբյուր բացել միտեղ, որտեղ ընդհանրապես աղբյուրի տեղ չի։ Որտեղ Աստված հոգ տանող հայր է։ Ամեն։ Հայրը գիտի քո կարիքը։ Ինչ անում հայրը։ Եթե հաջորդ կետը նայենք, սիրելիներ, նա բարիքներ է տալիս, պարգևներ, օրհնություն եւ շնորհքներ է տալիս։ Մատթեոս ավետարան 7-րդ գլխի 11 համարի մեջ ասում է. Եթե դուք շարունակություն ասում է, որ չար եք, մարդկանց որդիներ, դուք չար եք, այդպես է ասում Տիրոջ խոսքը։ Եվ գիտեք ձեր երեխաներին բարի պարգևներ տալ, ապա որքան ավելի ձեր երկնավոր հայրը բարիքներ կտա նրանց, որ խնդրում են։ Աստված բարիքներ է տալու քեզ։ Աստված չարիք չի տալի։
Անգամներ լսել եմ, ինչի Աստված էս չարիքը տվեց ինձ։ Սիրելիս, Աստված չարիք երբեք չի տալիս որևէ մեկին, Աստված միշտ բարություն է տալիս մարդկանց։ Չարիքի հեղինակը Աստված չի, չարիքի հեղինակը Սատանան է, որ ամեն ինչ որ ինքը չարիք անում, ասում մեղավոր Աստված էր։ Տեսար, որ ինքը բասում ես Աստված ունեմ, բա ուր է քո Աստվածը, դե ցույց տուր քո Աստծուն։ Ցույց տուր քո Աստծուն։ Ասա ինչ էլ ուզում ես անես, իմ Աստվածը չի փոխվում։ Նա միշտ բարի Աստված է, նա միշտ բարի հայր է։ Իմ հայրը երբեք չար բան չի տալիս։ Ամեն։ Ինչու, որովհետև նրա համար յուրաքանչյուրս թանկ ենք։ Յուրաքանչյուրս թանկ ենք։ Չգիտեմ դու քեզ հաջողակ հոգևոր մարդ համարում ես թե չէ։ Դու համարում ես, որ դու իսկապես այնպիսի անձնավորություն ես, որ կարելի է բնութագրել որպես լավ հայր, լավ եղբայր, կանգուն մարդ, թե միգուցե քո սրտի մեջ դու գիտես, որ դու տկար ես, ընկած ես։ Միգուցե գալուց առաջ արդեն հասցրել եք իրար ինչ-որ մի երկու բան ասեք, մեղքերը գործել, չէ՞։ Պատահում է, ընտանիքներ են, մարդիկ են, բայց եկեք նայենք հաջորդ կետը։ Աստված ցույց է տալիս մի քանի կարևոր արժեքներ իր անձին բնութագրող, որը ուրիշ տեղ չես կարող գտնել։ Երբ որ կարդում ենք Ղուկաս 15-րդ գլխի մեջ, տեսնում ենք անառակ որդու վերադարձը, առակը, որը որ Տեր Հիսուսը պատմեց։ Իհարկե 3 առակներ կան, մենք հետո ուրիշ անգամներ դրանց մասին կնայենք, կորած դրամի մասին, կորած գանձը եւ հետո կորած առակը, որդու առակը։ Տեսնենք ինչ է անում։ Առակը ես չեմ կարդալու ձեզ համար, բայց արագ անցնում եմ։ Որդին հոր տան մեջ ասեց. «Հայր, տուր ինձ իմ բաժինը ժառանգության, եւ ես պիտի գնամ»։ Եվ ասում է վերցրեց ու գնաց։ Հայրը չէր կարող նրան առարկել, նրան չէր կարող ասել տղա ջան, ժամանակ ես գտել։ Ոչ, որովհետև Իսրայելի մեջ ընդունված կանոն կար եւ դա ճիշտ էր իրանց համար, որ ցանկացած հայր ինչ որ ունի, բաժանված է իր զավակների մեջ, իր բաժինը իրն է եւ մնացածը բաժանում էր երեխաների մեջ։ Հայրը ինքն էլ բաժին ուներ։ Բայց երբ որ բաժանում էր իր զավակների մեջ, նա երբ ուզեր իր զավակը, երբ որ արդեն չափահաս էր, իր ունեցածը կարող էր վերցնել եւ գնար։ Հայրը ասում էր քո բաժինն է, ուզում ես փչացրու, ուզում ես բիզնես արա, ավելացրու բազմապատկի։ Վերցրեց եւ գնաց։ Մեծ տղան մնաց տանը, փոքր տղան գնաց եւ Աստծո խոսքն ասում է, որ գնաց եւ վատնեց իր ամբողջ ունեցածը անառակությունների մեջ, հազար ու մի քեֆերի, չգիտեմ, ինչի մեջ, վատնեց իր ունեցածը։ Հետո նայեց տեսավ էլ փող չի մնացել։ Իր ամբողջ ունեցվածքը ցպնել աչուձախ։ Եվ հետո մտածեց, չէ, սենց չի լինի։ Պետք է աշխատելու։ Որտեղ աշխատեմ, չկա գրած, բայց ասում, հաշվապահի կարիք կա, ես գամ հաշվապահ, քո նմանինով կտանի հաշվապահ։ Իսկ քո հաշիվներից խաբար չես։ Պահեստապետ, քո ամբողջ պահեստը քամուն տվեցիր։ Ինչ պահեստապետ։ Լավ, չկա, չէ, պահակել չկա, չէ, բայց կենթանիներ կերակրել, դե լավ, գոնե հետի անեմ։ Եվ գրված է, որ նա փափագում էր խոզերի ուտելիքը ուտեր եւ չէին տալիս նրան, գրվածը չէին տալիս։ Տերն ասել էր, «Էսի խոզինն է, չուտես»։ Եվ մի օր գրված է ինքը իրան եկավ։ Ինքը իրան գալ նշանակում է դարձի գալ եւ ապաշխարել, մտածել իր առաջվա դիրքի մասին։ Ինքն իրան եկավ եւ ասեց. «Իմ հոր տան մեջ ամենավատ ծառան ինձնից թագավոր է։ Գնամ, հետ դառնամ, գնամ հորս տուն ասեմ, հայր, մեղ գործեցի երկնքի դեմ քո առաջ, ինձ մի հատ է ծառաներից մեկի պես ընդունի, կոնե թագավորական կապրեմ, կոնես խոզիկերին, փափագս կոնե, էդ էլ դրանից ավել է»։ Եվ հետ է դառնում։ Երկարը կարճ են պատմում, սիրելներ։ Եվ երբ որ եկավ, գրված է հայրը հեռվում սպասում էր իրան։ Սպասում էր իրան։ Հայրը չի կարա աչքերը փակի ասի, դե ոնց գնացել ես, այն որ ասում է թափելով գնացել ես, ուտելով հետ արի։ Հոր սիրտը ուրիշ է։ Իրական հոր սիրտը ուրիշ է։ Նա պատրաստ է ընդունել, նա պատրաստ է վերականգնել, նա պատրաստ է օրհնել։ Եկեք մի քանի կետ նայենք, գիտեք ինչ է ասում։ Հայրը սպասում էր իրան, երբ որ տեսավ հեռվից, որ իր որդին գալիս է, վազեց եւ ընկավ որդին իր ուսերին, իր կրծքի վրա եւ նույն խոսքերն է ասում։ Գիտեք, հայրը չի ասում, այ անշնորհք, բա այն ժամանակ, մա որ սենց էր, ինչի չգնահատեցիր։ Հայրը չի ասում, հայրը երեսով չի տալի քո սխալը։ Եթե սխալ ես գործել, հայրը այսօր չի ապտակում քեզ։ Տեսեք ինչն է հետաքրքիր։ Հայրը բառել չի խոսում իր հետ։
Դառնում է ծառաներին եւ ինչ ասում, արագ սրա շորերը փոխեք։ Մատանին դրեք մատը, մսած ու եզնել մորթեք, բարեկամներին էլ կանչեք։ Թող գան այսօր իմ տունը ուրախանան, որովհետև իմ տղան մեռած էր, կենթանացավ, կորած էր եւ գտնվեց։ Ուրեմն այս ամբողջ պատմության մեջ երկնային հայրը իր սերն է ցույց տալի մեզ, ինչպես ինքը սպասում է։ Գիտեք, մի բան կա, որ երբեք Աստված չի անարգում դա։ Մի բան կա, որ Աստված երբեք աչքերը չի փակում դրա վրա։ Գիտեք, որ Աստված կարող է քո բարությունների, քո ողորմությունների, քո տասանորդների, քո նվերների, քո չգիտեմ ինչերի վրա, քո հարստության ու կալվածքիդ վրա Աստված աչք փակի ու ասի ինձ չի հետաքրքրում։ Բայց մի բան կա, որ Աստված երբեք անտարբեր չի։ Դրա անունն է ապաշխարություն։ Դրա անունն է վերադարձ։ Երբ որ մեկը հետ է դառնում Տիրոջը, կապ չունի ով է սեղել, ինչ է սեղել, վերադարձ։ Գալիս է Տիրոջ ներկայության մեջ, նա սպասում է, վազում է որդու դիմաց, Աստված պատրաստ է ինքը վազելով գա քո առաջ, գրկելու քեզ եւ ներելու քեզ, անգամ ինչ էլ որ արած լինես, եթե կա զղջում, ուրեմն կա ներում, որովհետեւ չկա մի մեղք, որ Հիսուս Քրիստոսի արյունը բավարար չլինի ներելու։ Հիսուսի արյունը ներում է բոլոր մեղքերը։ Անկախ դրա մեծությունից, չափից, ժամկետնից, կապ չունի Աստված իր որդին ուղարկել է, որպեսզի մեղավորը նրան ընդունելով, սրբվելով դարձի գա եւ մտնի հավիտենական կյանք։ Եվ վերջում ասում է վերականգնում։ Մատանին դրեք իր մատը։ Մեծ տղան երբ որ եկավ գժվավ, ասեց, «Էս ինչ ես անում, խառնել ես իրար, բա հիմա եկավ ինչ ենք անելու»։ Գիտեք ինչի էր այդ բանն ասում, որովհետև իր բաժինը, որ ինքը ուներ, մտածում է սա պապան, հեսա իր բաժինը պիտի կիսի, սրա կեսն էլ տա նրան։ Պապան ասեց, չէ, ինքը իմ բաժնից է ապրելու արդեն։ Քո բաժինին ձեռ չի տա, դու հանգիստ եղի։ Քոնը քո բաժինն է, ինքը արդեն իմ բաժնից է օգտվելու։ Այսօր Աստված Հիսուս Քրիստոսով մեզ բաժին է տվել։ Ես ու դու այսօր ապրում ենք ոչ թե ուրիշի հաշվին, ապրում ենք Հիսուս Քրիստոսի հաշվին։ Տարիներ առաջ մի պատգամ տվեցի, սիրելներ, երկրորդ կյանքի մասին։ Առաջի կյանքը մենք պարտվել ենք։ Առաջի կյանքը կրվել ենք։ Գնացել է մեր ձեռից։ Փչացրել ենք առաջի կյանքը։ Այս կյանքը արդեն էլ մերը չի, որտև այս կյանքը Քրիստոսին է։ Ու այս կյանքի նկատմամբ ես ու դու պետք է շատ զգուշ վարվենք։ Համաձայն եք ինձ հետ։ Հոգևոր կյանքիդ նկատմամբ չես կարող վարվել աշխարհի կյանքիդ պես, ինչ ուզես, ոնց ուզես, երբ ուզես։ Այս կյանքը պետքա փայփայել, պետքա խնամել, զգոն լինել, պաշտպանել, որովհետև այս կյանքը արդեն Հիսուսի կյանքն է։ Հիմա մենք ապրում ենք Հիսուսի կյանքը։ Համաձայն եք ինձ հետ թե չէ։ Եթե համաձայն չեք, կարևոր չի, կարևոր է, որ համաձայնվեք։ Ուրեմն այս ամբողջ ճամփորդության մեջ, սիրելիներ, հայրը մենակ չի շոյում մեզ։ Մի մտածեք, որ հայրը մենակ ապրես բալաջան, մի հատ էլ գնատնես, մի հատ ֆրամես, մի հատ էլ մեր գործի եղածն էլ տա նորից փչացրու, չէ, հայրն ասում է լսի տղես, մի անգամ արել ես, չես հաջողվել։ Այն անգամ արեցիր ինչ ուզեցիր, այս անգամ արա ինչ որ ես եմ ուզում, որպեսզի հաջողվես։ Եվ հայրը ինչ անում, խրատում է մեզ։ Հայրը մեզ խրատում է։ Եբրայեցիներ 12:6, որովհետև հայրը խրատում է ամեն մի որդու, որին ընդունում է։ Ում սիրում է կամ որոշ թարգմանության մեջ ում ընդունում է։ Ամեն որդու, որին ընդունում է, խրատում է։ Աստծո խոսքն ասում է, եթե մենք առանց խրատին մնանք, ուրեմն որդիների պես չենք լինի Աստծո համար։ Աստված մեր համար հայր չի լինի։ Եվ իմաստության մեջ Սողոմոնը այսպես էր ասում, որդյակիմ, Աստծուց հանդիմանվելով չթուլանաս, չխռովես։ Հանդիմանում է Աստված քեզ, ասում է սխալ ես անում, մի խռովի։ Մռութներդ մի կախի։ Մի ասա վերջ, Աստված ինձ չի սիրում, սիրում է, դրա համար է քեզ խրատում, դրա համար է քեզ զսպում, դրա համար է ասում, բալես մի արա էսի, դա չարություն է բերում քո կյանքի մեջ։ Զգուշ եղի, որ քո քայլերիդ մեջ իմաստուն լինես, որովհետև հայրը ում ընդունում է, մի հատ էլ կներեք բառս, մի հատ էլ ճիպոտ է վերցնում ձեռը։ Մեզ թվում է, թե հայրը միշտ պետք է սիրի։ Ինքը սիրում է, բայց գիտեք, որ ծեծնել է սեր։ Ծեծնել է սեր։ Խրատնել է սեր։
Դու ճանաչում ես խրատի միջոցով քո հորը, ինչ ճաշակ ունի, ինչ է ինքը սիրում, ինչն է հաճելի իրան, ինչ ինքը կուզի եւ ինչ ինքը չի ուզի։ Եթե մենք այս ամբողջ պատկերը բերենք եւ ընդհանրացնենք, կհասկանանք, որ հայրը իրավունք ունի մեր կյանքի վրա։ Նա իրավունք ունի։ Գիտեք, երբ որ մարդիկ մեր հանդեպ լավ բաներ են անում, մենք իրանց ավելի դուռը բաց ենք պահում, չէ՞։ Ավելի։ Լավ բան անում, այս մարդուց վտանգ չկա։ Հարցս տալիս եմ, գիտեմ անտեղին է, պատասխանել գիտեմ ինչ եք ասելու։ Այսքան ժամանակ Աստծուց վտանգ զգացել եք։ Երբեք։ Աստծուց վտանգ չկա։ Այլ վտանգների մեջ Աստված կարող է գալ եւ մեր կյանքը փոխի։ Համաձայն եք ինձ հետ։ Ուրեմն սիրելիներ, մի կարևոր համար Հովհաննես 14:18 սրանով ուզում եմ վերջացնեմ։ Ասում է, որ ես ձեզ որբ չեմ թողնի։ Ով ասում։ Բարձր ասեք, ով ասում։ Հիսուսն է ասում։ Հիսուսն է ասում։ Ես ձեզ որբ չեմ թողնի։ Հիսուս, ուրեմն դու իմ հայրն ես, բա որ ասում է ես ու հայրը մեկ ենք, ով ինձ տեսավ։ Հիսուսը ներկայանում է որպես մեզ համար հայր, որովհետև նա հոր ծոցից, հոր էությունից եկավ։ Եվ ուղղակի մեր նման լինելով մեզ ցույց տվեց, թե ինչպիսին է իրականում ինքը։ Մենք իրան նայելով ենք հասկանում ինչպիսին է Աստված, ինչպիսին է հայրը։ Եթե ճանաչենք Հիսուսին, ճանաչում ենք հորը։ Տեսնում ենք իրան մեր կյանքի մեջ, տեսնում ենք հորը։ Սիրելի եղբայրս, սիրելի քույրս, մենակ հայրը կարող ասի ես քեզ որբ չեմ թողի։ Գիտեք, երբ որ երկու հոգի որբանում են ծնողների կողմից, ծնողները չեն լինում, իրանք որբ են մնում, մի երեխան մյուսին չի ասում ես քեզ որբ չեմ թողի։ Ծնողը կարող է ասի, ավագը կարող ասի, բարձր սերունդը կարող ասի ես քեզ որբ չեմ թողի։ Ուրեմն, եկեք այս ամեն ինչի մեջ մեր սիրտը իսկապես թույլ տանք, որ Աստծո սիրտը զգա իր հայրական սիրտը, որ ոչ թե մենք պարզապես sense ինչ որ քամու համար քամու առաջ ծրված ծորենի պես ենք մաղվում ենք, ով որտեղ ուզում է գնա, ով ինչ ուզում է լինի, ոչ, Աստված նախատեսել է քո տեղաշարժը։ Որոշ մարդիկ ասում են, ես ինչի եկա այս Ամերիկա, ուզում ես իմանաս ինչի եկար, նայ Աստծո սրտին։ Ինչի համար ես ծնվա այս երկրի մեջ, նայ Աստծո սրտին։ Ինչի համար այս բանը տեղի ունեցավ, նայ Աստծո սրտին։ Կապ չունի դու որտեղ ես, ոնց ես, ինչ ես, ով է հեղինակը ու քեզ տանել բերելը, կարևոր մի բան կա։ Ինչ է հայրը մտածում քո մասին։ Եվ քո սրտի մեջ պիտի այդ անկեղծ նվիրումը դնես եւ ասես, ես համաձայն եմ։ Թող քո կամքը լինի, որտեվ դու հայր ես։ Ամեն։ Խոնարհենք մեր գլուխները Տիրոջ ներկայության մեջ։ Ճանաչել Աստծուն որպես հայր, սա Հիսուսի ամենամեծ առաքելությունն էր։ Աստված ուզեց, որ ինքը մեզ հայտնվի որպես սիրող հայր, որպես իսկապես հայր։ Աստծո խոսքն ասում է դուք ում եք ինձ նմանեցնում, կամ ումը կուզեիք, որ ես նման լինեի։ Սաղմոս 2-ն ասում է, որ մեր Աստվածը երկնքում է, բայց այս մարդկանց աստվածները կուրքեր են, բերան ունեն չեն խոսում, աչքեր ունեն չեն տեսնում, իրանց կոկորդով ձայն չեն հանում, եւ ասում է շարունակության մեջ, որ նրա նման կլինեն նրան երկրպագողներ եւ ամեն ասողները։ Ես գիտեմ, որ իմ հայրը երկնքում է։ Շնորհակալ եմ քեզ, Տեր։ Շնորհակալ եմ քեզ։ Կարող ես Տիրոջ ասել, Տեր, ես սիրում եմ քեզ։ Դու իմ հայրն ես եւ ես սիրում եմ քեզ։ Եթե միտեղ կորցրել եմ իմ սերը հանդեպ քեզ, ես հիմա ուզում եմ, որ այդ սերը վերագտնեմ, Տեր։
Որտեվ չեմ ուզում, որ իմ սիրտը ուղակի հեռու մնա քեզանից, այլ ուզում եմ մոտենա քեզ։ Շնորհակալ եմ Հիսուս։ Շնորհակալ եմ Հիսուս։ Շնորհակալ եմ Հիսուս։ Շնորհակալ եմ Հիսուս։ Դու իմ հայրն ես, Տեր։ Քո կարիքը տես Աստծո լուծումների մեջ։ Քո կարիքը տես Աստծո լուծումների մեջ, տես որ նրա սիրտը, նրա ձեռքերը պարզած են քո կարիքները լրացնելու համար։ Քո փափագների, քո երազանքների կատարումը տես նրա ներկայության մեջ։ Նա չի դադարում հայր լինելուց։ Ինչ էլ ուզում ա լինի, Աստծո խոսքն ասում ա, որ մենք օտար էինք նրա համար, բայց որդեգրություն ընդունեցինք Հիսուսի միջոցով։ Նա մեզ ծնեց կենդանի խոսքով, լվացրեց ավազանի ջրով, եւ մենք հիմա Աստծո որդիներ ենք։ Տեսեք, թե հայրը ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ մենք Աստծո որդիներ կոչվենք։ Հալելույա։ Դու Աստծո որդին ես։ Ոչ թե սա միայն տիտղոս է, սա հարաբերություն է։ Սա հարաբերություն է հոր հետ, սա պատասխանատվություն է հոր կողմից։ Խոսել քեզ հետ որպես որդու հետ։ Գործել քո կյանքի մեջ որպես հայր, որպես իշխանություն, որպես խորհրդատու, գլխավոր կառավարիչ։ Շնորհակալ ենք, Տեր։ Շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալ ենք քեզ։ Եկեք միասին երկրպագենք Տիրոջը։ Իմ հայր, իմ սրտում հավետ, քո ներկայությունը միշտ զգում եմ ես, հոգատար ես դու, ինձ համար գիտեմ քո սիրո շնորհիվ։ Իմ հայր, իմ սրտում հավետ, քո ներկայությունը միշտ զգում եմ ես, հոգատար ես դու, ինձ համար գիտեմ քո սիրո շնորհիվ, քո սիրո շնորհիվ, տարածենք մեր ձեռքերն ու ասենք, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ, Էմանուել, Էմանուել, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ, Էմանուել, Էմանուել, գիտեմ դու ինձ համար տվիր քո միակ որդու ու սերը քո սրտի, սրտով երախտապատ մեծարում եմ քեզ, Էմանուել, Էմանուել, սրտով երախտապար մեծարում եմ քեզ, Էմանուել, Էմանուել,
Թե ինչ էր նշանակում այդ խոսքը, որ Տերն ասում էր, որ քո Տեր Աստծուն սիրի քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ զորությունով։ Հալելույա։ Նրան մի տուր ուրիշ պատկեր, ուրիշ անուններ, ինչ որ կդնես չգիտեմ, բայց մեկ անուն կա, որ ամփոփող անուն է։ Հայր, 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 որ երկնքում է։ Թող օրհնի Աստված յուրաքանչյուրիս, թող Տիրոջ ներկայությունը գնա մեզ հետ։ Որտեղ էլ կլնեք, ինչ վիճակում էլ կլնեք, հիշեք, մի հայր ունենք, որի ձեռքերը տարածած են, պարզած են դեպի մեզ, որպեսզի ընդունեն եւ օրհնեն մեզ, վերականգնեն մեզ, բարձրացնեն ու քաջալերեն մեզ, անցնելու հաջորդ փուլը մեր կյանքի։ Թող Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը բոլորիս հետ լինի։ Ամեն եւ էլի ամեն։